Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։ Նա նշել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում նվաստացնում են, քանի որ նրանք լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ, դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Գևորգյանն իր ելույթում ընդգծել է, որ արցախահայերի իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում, նաև Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող հայտարարակ դատավարությունների պատճառով։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը շեշտել է, որ Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում եւ անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունն ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150,000 հայերի իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման խնդիրների նկատմամբ, նշել է Գևորգյանը։ Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան եւ լրատվամիջոցների գրասենյակներ, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի 4 գործակալություններ եւ այլն։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու եւ տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։ Դիմելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, նախագահին եւ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Գևորգյանը կոչ է արել անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ Ադրբեջանի հետ քննարկելու նրանց միջազգային պարտավորությունները եւ պարտադրելու, որ Բաքուն կատարի դրանք։ Այդ բռնապետական երկրում ընթացող շինծու դատավարությունը չի վրիպել նաեւ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուଆ Պուպոնի եւ եւս 32 ֆրանսիացի գործող սենատորների, ազգային ժողովի պատգամավորների եւ քաղաքապետների աչքից։ Նրանք համատեղ կոչով են հանդես եկել, որով էլ հորդորել են շուտափույթ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ 1988-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովուրդը դուրս եկավ փողոց, մղված ազատության երազանքով։ Այն ինչ սկսվեց որպես ձգտում, շուտով դարձավ նպատակ եւ չնայած հսկայական զոհողություններին, ի վերջո հանգեցրեց ինքնիշխան Արցախի հանրապետության ստեղծմանը։ 37 տարի անց, 2025 թվականի փետրվարին, Բաքվում դատավարություններ են ընթանում Արցախի հանրապետության պատասխանատուների եւ քաղաքացիների դեմ։ Այս անձինք, որոնք իրենց նվիրաբերել են ժողովրդին ծառայելուն, այժմ բախվում են երևակայական հանցագործությունների մեղադրանքով շինծու դատավարությունների։ Նրանց կյանքը վտանգված է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքվում մեղադրում են շինծու հանցագործությունների համար։ Նրանք զրկված են պատշաճ իրավական պաշտպանությունից եւ նրանց ներկայացված են մեղադրանքներ գրված անհասկանալի լեզվով, առանց համապատասխան թարգմանչական ծառայությունների, նշել են պաշտոնյաները։ Հարկադրանքի վատ վերաբերմունքի եւ պատշաճ դատավարության խախտումների մասին հաղորդումներն ավելի են ընդգծում այս դատավարությունների անօրինականությունը։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անունից կոչ են քանում ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցներին ձեռնարկել շտապ եւ կոնկրետ քայլեր, պահանջելու Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների, այդ թվում Արցախի ղեկավարների ազատ արձակումը։ Ժամանակը սուղ է։ Մեր անգործությունն այսօր կարող է որոշիչ լինել այն մարդկանց ճակատագրի համար, որոնք իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության պաշտպանությանը։ Իսկ ահա պակիստանցի իրավապաշտպան 2016 թվականին Ավրորա մրցանակի հավակնորդներից Սաիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Հեշտ է հերվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Խնդրում եմ միացեք ինձ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք։ Չնայած հունվարի 17-ից ի վեր թե հայկական կողմը, թե միջազգային հանրությունն նահանջում է Բաքվում բեմադրվող ֆարսի մասին, բայց այդ պետությունն անտեսում է բոլոր կոչերն ու շարունակում իր սև գործը։ Մարտի 6-ին Բաքվի դատարանում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն է արդեն ցուցմունք տվել։ Իսկ արդեն մարտի 7-ին Բաքվում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը։ Նրա գործը քննվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված, սակայն մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները դատավարությունից այլ մանրամասներ չեն հրապարակել։ Իսկ ահա Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունը հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ։ Ըստ Հաջիևի Երևանում այդ դատավարության դեմ, որն ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, քարոզչական արշավ է սկսվել, ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Բռնապետ Ալիևի խորհրդականը գրել է.
Դատավարության դեմ անարգիկ քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է գործակցի, նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը, ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ։ Այս դատական ֆարսին ավելի վաղ անդրադարձել էր նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը, որը հորդորել էր Ադրբեջանում պահվող հայ ազգի անձանց անհապաղ ազատ արձակել։ Նա շեշտել էր արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։ Ցավոք, միջազգային հանրության գործողությունները դեռևս սահմանափակվում են միայն հայտարարություններով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։